Ես մեկը մտածում եմ, որ սուշիի պահը անարդար է, որովհետև այնտեղ մի հատ ավել էին բերել։ Ոսկի, էդ էլ է, հա, ես Տերվանյանն եմ։ Որտե մի հատ ավել էին բերել, չէ։ Մի հատ ավել էին, մյուսը գետին էին գցել, բրթել էին։ Հա, ճիշտ է։ Ասենք էտո քեջ ու մենք սիփա բայց ո՞վ է բրթել։ Ձեր թիմը։ Մեր թիմը չի բրթել։ Դու ոնց ես էլ մի գոհ թիմից Մեր թիմից մարդ չկա, ստե։ Ձեր թիմից մարդ չկա, Ինձ պատերժկա է, բայց մեր թիմից մարդ չկա։ չէ, լավ է։ երեխեքը։ Ուй, էլանք։ Տաղալ, գնա։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, մենք սկսում ենք Armsquid խաղերի 3-րդ հաղորդումը։ Ողջույն բոլորին, առաջին հերթին ուզում եմ մեր մասնակիցներին շնորհավորել, որովհետև իրենց ուժերով արդեն կարողացել են հասնել 3-րդ փուլ։ Բայց ամեն դեպքում ես ինձ տեղը լինեի Լարի իրավիճակը անպայման։ Դեռ արժևում է, մեզ մասնակիցներ միացան, շուտ երեխեք ջան, միացեք արդեն մեր տիկ-տիկի մոտ, որովհետև շատ թեժ խաղեր են մեզ սպասում արժևում։ Այո, յուրաքանչյուր քայլ ու յուրաքանչյուր որոշում կարող է ձեզ մոտեցնել Բաղձալի մրցանակին։ Կամ ուղղակի ձեզ ուղարկի դեպի տուն։ Սուս! Էտա սիրելիներս։ Մեր մոտ 3-րդ հաղորդման առաջին խաղը արդեն հայտնի խաղ է, թե սերիալից, թե կարծում բոլորը այս խաղը գիտեն։ Խաղը մեզ մոտ կոչվում է Հեյ խմբեր։ Մասնակիցները պտտվում են տիկնիկի շուրջը երաժշտության ներքո։ Երբ հնչում է ազդանշանը, երաժշտությունը դադարում է եւ հնչում է թիվ։ Մասնակիցները պետք է արագ կողմնորոշվեն։ 10 վայրկյանում կազմեն թիվ եւ տվյալ քանակով կանգնեն տեղադրված զոնաներից մեկում։ Եթե որևէ մասնակից ուշացավ կամ սխալ քանակ կազմեց, նա լքում է խաղը։ Դե ինչ։ Ես պատրաստ չեմ, բայց եթե դուք պատրաստ եք, կարող ենք սկսել։ Պատրաստ եք, չէ՞ սիրելիներս։ Ամեն անգամ ուշադրություն սիրելիներս, պատրաստ։ Երեք։ Ահա, լավա։ Ռավջան ապրես։ Մենք ունենք արդեն երկու մասնակից։ Մենք ունենք երկու մասնակից, ովքեր այս պահին գոնե գնում են սպասման ռեժիմ, դա 056 եւ 046 մասնակիցներ են, Ինան եւ Մերին։ Գավաճանեցինք, որովհետև մենք պայմանավորվել էինք, որ 3 եթե լսենք, հնչի 3 թիվը, ուրեմն պետք է այդ 3-ով լինենք։ Ես իմ տեղում կանգնած էի, իմ կողը կային երկու մասնակից, մնացածը ավելորդ էին, պետք է հանեին։ Հասկացանք, բայց եթե եկա տարան, դու պիտի շուտ կողմ։ Թիմային աշխատանք Մարիամի ուրախությունը, Օյնադու, այո։ Ես ուզում եմ Մարիամը մյուս խաղին մասնակցի։ Շնորհավորում եմ բոլորին, բոլորը դեռ նախագծում են։ Ես ենքան ձգեց։ Ես ուզում
ուզում եմ մի բա տեսնեմ աստվածով ոնց է տանում ես կոմունիկով։ Շնորհավորում եմ բոլոր դեր նախագծում եք։ Այս զվարճալի փուլում դեր բոլոր մասնակիցները նախագծում են, մեզ մոտ առաջին խաղի 4-րդ մասն է սկսվում։ Չէի մտածի, որ այսքան էմոցիա կապրեմ, ես լուրջ եմ ասում։ Ստոպ, Սեյնթովը, Հայկ Ֆրիստայլը և Աղունիկը այս պահին տեղափոխվում են սպասման ռեժիմ, արդեն կրքերը թեժանում է։ Հիմա խաղ ասա։ Այս պահին եւս մեկ շրջան եմ սպասվում, մասնակիցները շատ ուրախ են, ես էլ շատ, անգամ անձեռոցիկով եմ ման գալիս, որովհետև աչքերս անընդհատ լցվում են, լավ է անցնում։ Ուզում եմ հիշեցնել, որ այս գժական խաղերը տեղի են ունենում Գարաժ մոլում։ Այդ պետք չի վազել քաղաքի մի կետից մյուսը մեքենայի մաս կամ արհեստավոր գտնելու համար։ Մի կետում ստանում ես բոլոր խնդիրների լուծումը։ Տասնյակ սպասարկման կետեր, օրիգինալ ապրանքանիշեր եւ շատ հմուտ վարպետներ։ Իսկ մեզ մոտ թեժ խաղերը շարունակվում են։ Ոյ Արամ, ինչ ես անում մեր բոլորի էմոցիաների հետ։ Մենք շարունակում են թեժ պայքարները։ Ասեմ, որ բավականին շատ մարդ կարող է դուրս գալ մյուս փուլում։ Այ հիմա արդեն թեժ է։ Այ հիմա արդեն թեժ է։ Ոծիմ, ոծիմ։ Արմի վազի։ Ահա։ Ուզում եմ։ Արմինը ստոպից հետո նոր մտե պայքարի մեջ։ Արմինը ամեն ինչ արեց պայքարներ, բայց ստոպից հետո։ Հելա։ Այդ է։ Всё, это ախպերս։ Մի հատ խնդրում եմ, էլի, Արունա գալիս։ Զոհերա պահանջում, սիրելիս հաղթանակը։ Արմին, արի տեսնեմ։ Ինչ է իրանում, սիրելի։ Մտնեի ներս։ Չէին թողնում։ Չէ։ Ամեն եղանակ փորձեցի։ Իմ զոքեների մոտ չվազեցի պրոստը զոտ, որտեվ իրանք շատ արագ գնացին ու արդեն լրացել էին, որպեսզի իրանց վնաս չտամ։ Բայց մեր ինչին վնաս տայի։ Արմինան գնում է սպասման գոտի։ Վենյա, Արամջան Վենյա, այսինքն, ճիշտ է ասում։ Լիլոն։
իրականում շատ կարևոր է, որ թիմ ունենաս։ Ինքը եւ անհատական խաղ է եւ խմբային է, բայց դե թիմային աշխատանքը շատ մեծ դեր ունի։ Շատ մաքսիմալ դաշան է։ Боевые правила սկսվում աչքից։ Շարունակում ենք արդեն 11 մասնակից լքել է նախագիծը, մնացածը դեռ նախագծում են, շարունակում ենք։ Բավականին ուժեղ մասնակիցներ այս պահին նախագծում սպասման ռեժիմում են։ Բավականին ուժեղ մասնակիցներ։ Երկու մասնակիցներ Մինյոնը եւ Նոնան այս պահին գնում են սպասման ռեժիմ։ Ես եթե մի հատ էլ լինի, արդեն էլ չգիտեմ։ Էլ չեմ կարող։ Մար ոնց էս արդեն 13 հոգի մարդ գնացել է սպասման ռեժիմ։ Լավ չէ։ Նորմալ։ Բայց գիտես մի քանի հոգու դեմքը բացվել է ինձ համար, որպես ընկեր, որպես խաղընկեր, դավաճաններ, այո։ Կամ դու դուրս չես եկել, դու սպասման ռեժիմում ես, գո ենք մենք վերջ։ Ես օքեյ։ Լուրջ։ Քո ընկերները քեզ դավաճանեցին։ Ես էլ ասում եմ, որ շատերի դեմքը պարզվեց։ Հա, այս խաղով պարզվեց։ Ես չէի կարա իմ ընկերուհուն զոհեի, ազնվությամբ չէի հանի կառային ոչ մի ձև, այն երկու աղջկան չգիտեի ով էր, իրանց կհանենք, պրոստը սենց սիտիվոյ մտել էին մեջը, ոնց որ 8 հոտնու կլնեին։ Մի հոգի պետք է դուրս գա։ 3 2 Թիվը 10 էր, Էլան դուրս եկավ, Մաշը որպես իր անկերի դուրս եկավ, երկուսով չէին մտնում, բոլորով դուրս էին գալի, Էլան զորով մաշին ներս է մտցրել, ինքը չի մտել։ Էլա դու այս պահին սպասման ռեժիմում ես։ Մարիամ, ես քո համար ուրախություն ունեմ։ Կարող եմ գուշակել։ Էլամարան վերջին մասնակիցն է։ Տենում ես լավ բաներ եմ անում։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, իսկ մենք անցնում ենք դուրս մնացած բոլոր 14 մասնակիցների հետ, գնում ենք դեպի սպասման ռեժիմ։ Ընդհանրապես 5-ը պետք է գումարիր 5-ի դառնալ տղաս։ Երկու հատ կարմիր դիպլոմ ունես, չկարեցի սաբրազից անես։ Այդ դու չունես։ Հոп, հոп, ես փոքրն եմ։ Բայց իմ ուժերի մեջ չէր տենում, որ մենք պայմանավորվել ենք, բայց չստացվեց։ Վայ։ Անկեր հանգստացի լավ։ Երիք այս մեղադրես բոլոր կյանքի մեղքերում։ Իմ սիրած պաղպաղակը։ Իմ ամենասիրելի պահն ա եկել, որտեղ կա լարվածություն, ինտրիգ, ուզում ենք բայց քո սիրացնել կա, մարդիկ կարող են նաև հնարավորություն ունեն մնալու, այո։ Սա հաջողության պատ է կոչվում, որտեղ ամեն դեպքում կա հնարավորություն յուրաքանչյուր մասնակցի համար, որովհետև մեր նախագծում պարտությունը դեռ դատավճիռ չէ։ Ամեն անգամ այս խոսքերը ինձ հույս են տալիս։ Այո։ Շատ լավ, մեզ մոտ 14 մասնակից այս պահին արդեն նախագծից դուրս է։ Նայեք ինչքանով է այս ամենը արդար, որ ռանդոմ է արվում, որովհետև դուք այսպես թե այնպես արդեն լքել եք նախագիծը։ Սա ձեզ համար հնարավորություն է։ Եթե դուք լքած չլինեք, արդար որոշակիորեն կարող է չլինել։ Համաձայն ես ինձ հետ։ Ես չգիտեմ ոնց անենք ընթացքը, ես սկզբում սենց ազատ կթողեմ, հետո կարող է այդ ամեն ինչը համակարգեմ։ Եթե ես գամ դուրս է գալիս, որտեղ ամեն դեպքում սա նկարահանում եմ, ես պետք է համակարգված անել այդ ամեն։ Այս պահին ես ազատ կթողեմ, ով հետո կհասկանանք ոնց անել։ Մենք քաշվենք այս կողմ։
Արի մայրը չն, արի ջիգար։ Նայլամ ջան, Ջան, տան քնարություններ մասնակիցներ։ մեծ սիրով։ Պատոանը ազատ է շերները։ Լավ, եկեք այս անգամից հետո ուղղակի ես անուններ։ Սալի դառնի մարդ եմ, հասկանում եք։ Դե նստած է։ Թողեցի, որ ինքը դուրս չգա։ Հիմա նայ։ Okay, լավ, եկեք սենց անենք, որպեսզի անընդհատ ժամանակ չծախսենք, ես անուններ կասեմ, կմոտենան, կբացեմ, որովհետև այսպես թե այնպես շատ տարբերություն չկա։ Բար կասեի, բայց չեմ ասի։ Բարոյական բառ կասեի, բայց չեմ ասի։ Հասկացանք։ Արմինե ջան, բարոյական բառ ասելով խնդրեմ մոտենաք Ես որևէ դժակն եմ պատոնի։ անուշակ, հիմա կբացեմ մի անուշ Այս կյանքում ամեն ինչ պետք է լինի all inclusive եւ կարծում եմ, որ սա հենց իմ հնարավորությունն է։ Օպա։ Ասեմ որ all inclusive-ը նաև սիրելի Արմինը մեր ընկերության գործընկերն է։ Մենք շնորհավորում ենք Արմինեն նախագծումը։ Ես գիտեք ինչ եմ այսպես sense շոկահարված, չէ, անկեղծ շատ ուրախ եմ, որովհետեւ իր վստահությունը տեքստը ասել միանգամից թեքել է։ Մի հատ դուք այդ տեքստերը անգիր արեք, ինչ ասես։ Արմինե ջան, շնորհավորում ենք քեզ։ Դու դեռ այսպես ասած շարունակում ես քո պայքարը մեր եթերում։ Ծափարենք Արմինեին, Արմինեն նախագծում է։ Սիրես, շատ լավ, հաջորդ մասնակիցը։ Հով ջան։ Դու շատ մեծ ես չափսերով, ով ջան, խնդրեմ նենց կանգնես, որ բոլոր պատանը տեսնեն։ Ամբողջ կյանքում Եվ այսպես ես երևի ընտրեմ ցած անկունային այս մոտը։ Շնորհավորում ենք իմ տղան շատ կուրախանա, Սենտորը նախագծում է։ Տանջվում է Լիլիթը։ Լավ, օքեյ, մանամ քո խաթր Լիլիթը թող գա։ Արի Լիլիթը։ Ինչը։ Այս բան Լիլիթն է գալիս ցան։ Սև։ Դու ասացիր ես կանալու եմ Մարթան, եմ։ Բայց հիմա չէ, դու գնա կանգնի։ Էլի շահան ես, Էրիկա։ Արի Վենյան։ Իշո բոլորը շոշապերով են անում։ Շոշադրություն։ Ոպա։ Իշո իմ մոտ են տպավորությունն է, որ բոլորը կանաչ աստեղ։ Արդեն 4 մասնակից, ովքեր որ բացել են, նրանցից 3-ը բացել են կանաչ, մեկը սև, որը մի փոքր այլ քարտ է։ Վենյա ջան, դու կարող եք մատ քուրիկներին ֆիքսեք, նրանք պաշտպաշվում են շատ ռոմանտիկ ձևով, որից հետո Վենյան գնում է արդեն անցել է Էլիանոր արի։ Էլյան հիշեցնում եմ, որ շատ իտակի ձևով, օպա, այս բոլորը կանաչ է, չեմ հասկանում։ Զգացում որ շանսերը շատ քիչ է։ Ժողովուրդ ջան, ուրեմն ասեմ, որ այստեղ 20 պատուհան է, 20 պատուհան, որից ընդամենը 15-ն են գույն, մնացած 5-ը գույն չեն։ Ես Ես աշկերուց չեմ հավատում։ Տիգրան ջան, արի աղունիկ ջան, Տիգրան ջան, ես ինչ։ Աղունիկը։ Ես թվում վերջացել ենք անաշտունի պետականոչ։ Բոլորը կանաչ։ Նոնա արի։ Ես Ես գիտեք ինչի՞ց է, ես սենց լավ էներգիա եմ ուղղում։ Բայց ես ուզում եմ մի հատ բան հասկանամ, էլի։ Անկեղծ չի կարա լինի, որ բոլորը լինեն կանաչ։ Մենք բոլորս հասկանում ենք։ Այս բանին արդեն բացվել է 6 կանաչ եւ 1 սև։ Նոնա աղունիկը նույնպես նախագծում է։ Նորից փորձիր։ Այստեղ ձյունացում արդեն։
Նոնան խարիզմատիկ այս լուսավոր մարդը այլևս Armscreed խաղերին նախագծում չէ։ Մարիամ ջան, քո զոնան է։ Ամենաշատը երևի ես էի ուզում մնայի ու առաջինը ես բացի։ Դու դեռ կանգնիր այստեղ։ Արի մինյոն ջան, արի ինձ վրա մունատ մի արի։ Ով ուզում է գալիս է, ես ասում եմ չի կանչում ինձ։ Նորից փորձի ջղայնացած է մինյոնը։ Մի բան հետա էլի։ Օպա։ Մնաց նվերով։ Մինյոն ջան, դու նույնպես անցա։ Դե արագ գնա։ Արիակ բացեն։ Կուկուները կիսվում են, սիրներս։ Երևի թե պատմության մեջ առաջին անգամ է, չես ես բան լինում, եղել է, որ հետ առանձնանակ իրարից։ Չէ, երևի կյանքիս մեջ առաջին անգամը, որ մի բան մեզ կարողացավ սենց առանձնացնել։ Եվ դա Armscreed խաղերն են։ Այո։ Բայց մեկը հավես էր, չէ։ Այո, ոնց ասել է, եկել եմ արժանապատիվ հաղթեմ, ոչ մի կանոն չեմ խախտել, ոչ մեկին չեմ բրդել, ոչ մեկին վատություն չեմ արել, այդ էր ամենակարևորը, մեծ հաճույք եմ ստացել, ահա որ ու շատ գոհ։ Ապրես, դու այս պայն, այո, դու այս պայն կանգնի այստեղ։ Եվ նորից փորձիր։ Շարժվում ասա։ Նորից փորձիր։ Մերի նույնպես լքում է նախագիծը։ Կարող եմ բայց նորից փորձեմ։ Քեզ ճանապարհում ենք այնտեղ սպասելու։ Դու այս պայն Մերի ջան նախագծում չես, խնդրեմ լինես այնտեղ։ Քեզ շնորհակալություն։ Մեր մոտ 3 մասնակից կա, Հայկը ֆրիստայլ սեկուն եւ Ինան, արի, Հայկը մի զիջում է։ Ինան նույնպես այս պահին սիրելիներս նախագծում չէ։ Ինան նախագծի սկզբում մեզ եկավ ասեց, որ դե մեր նկարները շատ երկար է տևում, ասում է մաման գործի երեխուն պահող չկա, մենք որ ամեն ինչ արտար է, գնա բալիկիդ մոտ։ Շնորհակալություն ենք ասում, բայց դեր մնա, խնդրում դեր մնա Սինա ջան։ Հայկ եւ Սեկում։ Հայկ, բոլորը ուզում են, որ դու մնաս խաղում, Հայկ։ Եկավ, ռոմանտիկան սկսվեց։ Չէ։ Ահա։ Իրականում ես այս խաղը արդեն մի անգամ հաղթել եմ ու ես դե հաղթանակի համար չէի, ես կարծում եմ, որ ճիշտ լինի ես իմ տեղը զիջեմ Հայկին։ Դնի ձեր մեջ որոշեք։ Չէ, ես խելում եմ, ես հաղթել եմ Հայկ, ես արդեն հաղթել եմ, չէ, ես ուզում եմ դու խաղաս, ես ուզում եմ դու հաղթես։ Դուպը ես շոկի մեջ եմ։ Նոս ինչ է։ Հա։ Լսի, Չէ, խնդրում եմ էլի։ Չէ։ Հայկ այս ինչ է։ Հայկը չի ընդունում, անի զիջում եմ։ Մեն դա եմ ես հասկանում։ Ես կարամ ուրիշի տամ։ Չէ։
Պապանձվել եմ, չէ լուրջ պապանձվել եմ։ Մեր խաղը շատ իրականում ապրումային ինտրիգային եւ ռոմանտիկ է։ Ահա։ Հիմա այսօր անիզիջեց, Հայկը չի ընդունում անիզիջելը։ Հայկ բոլորը ցանկանում են մասնակիցները որ մնաս։ Հայկը որոշումը վերջնական է։ Հայկը նախագիծը լքում է, անին մնում է նախագծում։ Ես չեմ հասկանում ինչ ա կատարվում։ Հայկ ջան, բայց մնա դու դեռ նվերել ունես, Հայկ, խնդրեմ։ Հայկ ո՞նց։ Չգիտեմ, տենց որոշեցի։ Ինչ ասեմ, ասելու բան չկա, էմոցիոնալ պորտկում։ Սա Հայկի որոշումն էր, բայց խնդրեմ սպասես դու նվեր ունես, Սեկո դու վերջին մասնակիցն ես։ Եվ Սեկո նույնպես լքում է սպային նախագիծը, մեր ամենայուրահատուկ հայրենակիցը, Սեկո խնդրեմ մնաս այստեղ։ Ասատիկ։ Ես առաջարկում եմ Սեկո մնա։ Բայց մենակ այդքանը, ոչինչի դիմաց, այսինքն դու Սեկոն ինձ ինչ։ Ես մեր նախագիծը կամած վերածվում է այլ նախագիծը։ Շատ լավ։ Եվ վերջին քարտը նորից կարմիր էր։ Այսինքն այլ տարբերակ Այո, ես գիտեի, որ կանաչների ու կարմիրների համադրությունը գրեթե նույնն էր, երբ որ բոլոր կանաչները սկզբում բացվեց, մի պահ սենց ինտրիգը կոտրվեց ինձ համար, բայց դեռ ուստատիտողը դրա մասին չգիտեր։ Շատ լավ։ 3 մասնակիցներ, որոնցից 2-ը դուրս եկան, մեկը մնաց, ունեն նվերներ, առաջինը Մինյոններ, որը նախագծում եք, խնդրեմ գա այստեղ։ Մինյոնն ունի Vesta ընկերության կողմից նվեր սրճեպ։ Շնորհավոր։ Հա, մեր խաղում ոչինչ երաշխավորված չէ, բայց Vesta-ի ապրանքները վստահաբար երաշխավորված են։ Vesta-ն երաշխավորում է, որ ապրանքները ձեզ կծառայեն շատ երկար տարիներ։ Շնորհավորում ենք, Ջիգար, կոֆե կդնես կխմենք։ Ով է գալիս։ Եկեք գնացինք։ Մերսի։ Շնորհակալություն։ Հաջորդ մասնակիցը Հայկը Freestyle, որը երբևիցե առանձնվեր չի գնում, ուզով ավանդույթ է դարձել։ Հայկը ճիշտ է լքում է նախագիծը, բայց ունի նվեր Աթենք ընկերության կողմից, կխնդրեմ բերեք Աթենք ընկերության կողմից ունես գերմանական մսամթերքի տեսականի, որը սիրով կարող ես օգտագործել պարապմունքներից առաջ կամ հետո, դու գիտես։ Առողջ սնունդ Աթենքի կողմից շնորհակալություն եւ Հայկա ջան։ Այկա, պաղ սիրում ես։ Հա, շատ եմ սիրում։ Քանի որ գիտեմ մի քիչ տրամադրություն չունես, մի քիչ հոգնածես, Pink Bear-ին քեզ համար ունի նվեր, ես խնդրեմ բերեք, որը կանցկացնի հոգնածությունը Եվ կբարձրացնի տրամադրությունը։ Խնդրեմ, սա էլ քեզ սիրելիս։ Ես բոլոր մասնակիցներին հրավիրում եմ այստեղ, կանգնում ենք այստեղ։ Ինչի համար բոլոր մասնակիցներին կանչեցի, որովհետև բացվել է մեկ քարտ, որը սև քարտն է։ Սև քարտը կարող է անդրադառնալ յուրաքանչյուր մասնակցի վրա, ոչ միայն սպասման ռեժիմում հայտնված, այլ բոլոր մասնակիցների Այսինքն ոչ մեկը ապահովագրված չի։ Այո, մեր խաղում ոչ մեկ ապահովագրված չի։ Բայց մինչ այդ մենք ունենք հատուկ հյուր, որը այսօր ժամանել է մի անգամից аэроպորտից, եւս մեկ հավես բան կա, քեզ դու գաս ելնես։ Այսօր մեզ հետ է շատ սիրված արտիստ, շատ սիրված դերասան, երգիչ Վարդան Սարգսյանը կամ ինչպես մենք ենք ասում, Վարդան Travel-ը, Վարդան ջան։ Վարդանը մի անգամից аэроպորտից ժամանել է այստեղ։ Աչափ Ուսապարկով։ ասեն ինչա, չէ ուսապարկը անբաժանա։ Ողջույն բոլորին։ Իրականում մտածում եք ուշանամ, բայց տեսար, այդ ժամանակին հասա, համ տխրեցի, որ ժամանակին հասա, որովհետև բարդ աշխատանք է հիմա ինձ վրա։ Այո, բարդ, որովհետև Վարդանը ունի եւս մեկ հոգու կյանք տալու հնարավորություն։ Կլինի ես գնամ թռիչքի։ Նախ որտեղից է ժամանել։ Ես Աֆրիկայից եմ ժամանել։
ու Աֆրիկայից ներկայացուցիչ ունենք այս պահին։ Իրականում սա ինչպես դուք հաճախ նշում եք խաղ է եւ կարծում եմ ստեղ բոլոր ներկա գտնվողները արդեն հաղթել են եւ կապ չունի այսօր են լքում նախագիծը թե ավելի ուշ եւ այսպես որպես Աֆրիկայից եկած մարդ երևի կցանկանամ որ խաղը շարունակի Սեյքոն։ Yeah. Domina, waka waka, Domina, This is for Africa. Oh, finish. Press, bro. Thank you for coming. Շնորհակալություն, Սեկո նախագծում ես։ Ես եք ուզեմ Վարդանից շնորհակալություն հայտնեմ, որ ճանապարհ կրծեցիր եկար միացար Ձեզ մերսի, բոլորին հաջողություն ու հաղթանակներ։ Մերսի։ Շնորհակալություն Վարդան ջան։ Իսկ հիմա սիրելի հյուրեր, այս ռոմանտիկ պահը կամփոփվի Լիլիթ Գալստյան, ով քաշել է սև քարտը։ Ես կգամ այս կողմը։ Չէ, ես կխնդրեմ ինձ այս պահին մենք ծափարությունների ներքո ճանապարհենք Նոնային, Մերին, Ինային, Հայկ ֆրիստայլին եւ Այկային բարձր ծափարությունները, որտեղ նրանք այլևս նախագծում չեն։ Իրականում շատ հետաքրքիր բաներ տեղի ունեցավ, մինչև դու կասեցում ես տալիս ձայնը, շատ ռոմանտիկ պահ կարա տեղի ունենալ, երբ որ անուն զիջում էր Հայկին, Հայկը բայց նորից մնաց իր վերելքում վերության մեջ նա իր ջենտլմենությունը չթողեց։ Իսկ հիմա դու ընդհանրապես պետք է ջենտլմենություն չանես։ Ես շատ կուզենայի իմ թիմի տղաները Հայկից այսքան մի քիչ սովորեն ջենտլմեն լինելը որն է։ Ես գիտես ինչ է, իմ համար շատ ցավոտ է, երբ որ դու թիմ ես կազմում մինչև խաղալու ու իրանք քեզ պրոստը դուրս են հանում։ 3 տղամարդ մնում է, դու աղջիկ հալով վազում ընդունում ես, որ տեղ գտնես։ Շատ վատ է։ Ու այս կեպկով 3 գյադեքից Չէ լավ իրանց բան չեմ ասի, չէ իրանց շատ եմ սիրում։ Նայ ես մի անգամ հնարավորություն տալիս եմ դավաճաններին։ Հասկացա։ Մի ծիծաղակ, քեզ է վերաբերվում։ Խոսքը գնում է Ռոբի, Հարութի եւ Սենթովի մասին։ Այո, մի անգամ դավաճաններին տալիս եմ հնարավորություն, չէ։ Դու հիմա ունես հնարավորություն նույնիսկ այն մարդկանց հանելու, ովքեր նոր սպասման ռեժիմից անցան հաջորդ։ Սա ամենա դաժան քարտերից մեկն է։ Ես ուրախ եմ, որ ինձ անգել դա։ Okay, կոնտրությունը։ Մեկ մասնակից այլևս այս որոշումից հետո կլքի անցկույտ խաղեր, իսկ Լիլիթը կշարունակի մնալ նախագծում։ Ես գնամ ձեռքս բռնեմ, գամ։ Այո։ Չելու, արի։ Մենք չենք տեսնում ով է, մենք լսում ենք չելուր 035 համարը գրկել է։ Հա, բա ինչ անեմ, չսիրեմ։ Չի ուզում։ Չի ուզում որ իրան գրկես։ Ահա շատ անարդար է։ Ես ընդհանրապես սպասման ռեժիմում չեմ հայտնվել, այսինքն հնարինս փորձել եմ արդար ձևով պայքարել։ Շատ անարդար է, բայց չեմ արել քեզ։ Չեմ արել քեզ, ինչու համար։ Ոտքս բռնելա, ուզում եմ ես այն աղջկան հանեմ դուրս, ոտքս բռնելա չի թողում, լավ է։ Հիմա ես դուրս ես քո ոտքը չեմ բռնել, ես բռնել եմ այդ աղջկա ոտքը, որտեղ մենք թիմ ենք, մենք միասին ենք, ես չի կարող թողնել։ Ընտրությունը մնում է ընտրություն։ Մաման ասել է չլացես։ Ես մամային կասեմ։ 035 համարի մասնակիցը Էլենը այս պահին լքում է անցկույտ խաղերը։ Էլենին կարող ենք ծափարել ու ճանապարհ ենք սիրելիներս։ Իրականում լացում եմ, որովհետև եթե ես ինքս դուրս գա, այսինքն իմ սխալմունքի պատճառով, այսպես ասած, արդարորեն դա կընդունեի ու դուրս կգայի, որովհետև խաղա պարտվել եմ դուրս եմ գալիս։ Դու չես պարտվել։ Այդ իրավիճակում։ Իրականում այս իրավիճակում ընդհանրապես չեմ հասկանում ինչու, ուղղակի մի քայլի պատճառով, ինչա որ ես իմ թիմակցին, ասած ասած պաշտպանել եմ։ Իմ թիմի ես տղերքին տենում ես, ինձ հանը շպրտել են դուրս։ Դե իրանցից մեկին կարա Չէ, իրանց շանս եմ տվել, որ վերականգնվեն։
Լավ, ամեն դեպքում ուզում եմ ասել շնորհակալություն այս նախագծին, շնորհակալություն ձեզ, որովհետև սա հնարավորություն տվեց, թեկուզ 2 օր, թեկուզ մի քանի խաղերով ինքս ինձ փորձել իմ հնարավորությունները։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն Էլեն ջան քեզ քո մասնակցության համար։ Այլևս Էլենը լքում է Armscrew խաղերը։ Իսկ մենք տեղափոխվում ենք Armscrew խաղերի 3-րդ հաղորդման 2-րդ փուլ։ Գնացինք։ Չիգա կյանքում քորա բանար է։ Կարևորը քեզ լավով են հիշել, իրան չէ։ Դե պատկասը ինչքան կոմենտ են հեսա իրան գրելու։ Ինքը արժանի չէր սրան հաստատ։ Դու կհիշես KFC-ին առաջ զինգեր բուրգեր ուներ։ Վայ, Ռավ ջան, հենա վերականգնել են, սպասի։ Օ։ Զեց։ Արա հա։ Համովա չէ։ Ով կուզի երեխեք։ Ացի նույնն է նա։ Չէ։ Երեխեք ջան, շատ դժվար օր էր, դրա համար հիմա ծնվեք, աթենք ընկերությունների գերմանական երշիկով, հենց դրա համար եմ մեզ հետ, որպեսզի մենք էներգիա հավաքենք, իրականում լուրջ եմ ասում, դուք չեք պատկերացնում հիմա ինչա սպասվում մեզ։ Այո, բայց հով դու չգիտես, ինչ է մեզ սպասվում։ Լավ, ես մի հատ լրիվ ասա, ինչ կարա սպասվի մեզ։ Մեզ սպասելու ամենալարված այն խենթացող պահերը։ Հələ չգիտեք ինչ խաղարկություն է գալիս, ժողովուրդ։ Վայ մամա ջան, ես պատրաստ եմ։ Կերեք։ Կառավարություն ունենք, Ջորդանն է մեր հետ, պատրաստվեք, գալիս ենք։ Մեկնարկում է 3-րդ հաղորդման վերջին խաղը, որը կոչվում է Basketball։ Basketball, այկի ականջուկանչին, քանիսը չի ես կանոց բաներ։ Խաղի իրենց բարդություն չի ներկայացնում, բայց բարդությունն այն է, որ բասկետբոլ խաղի մեջ օգտագործվելու է նաև սկեյթ։ Եկեք բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում այս խաղը։ Մասնակիցները բաժանվում են 4 թիմերի։ Յուրաքանչյուր մասնակից պետք է կանգնի սկեյթի վրա եւ փորձի զամբյուղի մեջ նետել գնդակը։ Հաղթում է այն թիմը, որը առաջինը 5 գնդակ կնետի զամբյուղը։ Վերջում մնացած թիմի մասնակիցները ենթակա են լքելու նախագիծը։ Մասնակիցները բաժանվել են 4 թիմերի եւ հիմա կմրցեն միմյանց դեմ։ Ուշադրություն, առաջինը կսկսեն կարմիրները։ 1 2 3 Արմինեն արդեն պատրաստ է։ Եվ արդեն առաջին միավորն ունի։ Արմինեն իրականում ուժեղ մասնակից է։ Ես տան համարում եմ այդ ֆավորիտներից նախագծի։ Այս պայն կապույտներն են։ Նանո։ Շատ լավ, հիմա գնդակը կանաչներից Անիի մոտ եմ։ Խնդրեմ Անի։ Մարիամ ջան, ինչպես ես։ Հիանալի։ Ցավաց։ Կներեմ Անի քեզ անպայման կներեմ։ Ստեփանն է օրանժներից։ Մի քիչ շեղեր գնդակը։ Լևոնի դիրքից երևում է, որ Լևոնը մոտ է բասկետբոլին։ Լևոն։ Շատություն։ Ամեն ինչ գեղեցիկ էր, բայց շեղեր։ Դեռ միակ գնդակը, որը հայտնվել է ցանցում, այն է Իվանկոն։ Օպա, բոլոր ուշադրությունը։ Լենա ուժեղ։ Օպ։ Ափսոս։ Ահա, զավեշտալի է, բայց Լենայից հետո գնդակը նետում է Տիգրանը։ Ահա։ Տիգրանը նույնպես շեղեր։ Մոտ էր, շատ։ Օ, ուշադրություն, ինձ թվում է միշտ
Ինչի է ինձ թվում որ Սեկուն շատ սպորտային է, էլի կստացվի։ Տրամադրությունը, հա։ Սոր Սեկուն հասկացել է որ դի կանգնի սկեյթի վրա։ Սեկու ջան, խնդրեմ։ Ահա։ Գեղեցիկ։ Գեղեցիկ։ Լավն է, Սեկուն։ Այստեղ Ռաֆն է սպային գնդակի մոտ։ Ուշադրություն, Ռաֆ։ Ռաֆը ուղիղ խփեց GoPro-ին։ Հնարավոր չէ այդպիսի բան անել։ Էլեոնորան։ Մի փոքր պետք է ուժեղ ինձ թվում է։ Այս թիմը մի քիչ նուրբ է, մի քիչ ուժ կտակ։ Վենյա ջան կամ Ռաֆ ջան, դու շատ ուժեղ ես, դու թույլ կարես տղես։ Հալը մեղեդը չի։ Հասկացա։ Հիմա թողում եք ավետին, թողում եք ձեռքերը։ Ավետն է։ Ափսոս, մոտ է։ Ուշադրություն։ Ահա Սեկունդը դեռ ինչ խորհուրդներ է տալիս, ասում է գնդակ, դարպաս, գոլ։ Տրեներ, հաբաճես հայր է խոսում եմ։ Ծի։ Նորայրը, ինչ եմ առաջին ունեմ մեկ միավոր և առաջին ունեմ մեկ միավոր Մինյոնը, ուշադրություն Գալիները, այո Ես այ դալեկին Ռաֆոն տաղանդ է, ես գիտեմ որ Ռաֆոն ամեն ինչում է տաղանդ, վստահ եմ, ամեն ինչում է դու տաղանդ Այ դավչունի տաղանդ անա, հաջորդը արուտ, օй սպորտային է դնա դիրքը, ափսոս, օրանջներից, Գուրգեն և դարպասadzող, ֆուտբոլային մարդկացամ ասա դարպասadzող է, այստեղ DJ Սերգեյն է, ուշադրություն Ես GoPro-ից ինչ եք ուզում, տեխնիկա եք վնասում, չեմ հասկանում Նայք, Վենյան ուզում է գնդակը հարվածել, բայց ես թվում է նա ստացվելու է նրան Չէ, ստացվելու է Ափսոս, Գոր Շատ վատն է Հովանես Սենթով Իմ տղան երկրպագում է Սենթովին Մենք ես հավատում ենք Նայում է Հովոյին Ալի ջան, ես ամենը քո համար է անում Սենթովը Պես պային երկու միավոր ունեն օրանջները, երկու միավոր ունեն կարմիրները Անահիտը խուճուչ մազերով Ասում վատը չէ, ոքի շայր Կայնի արուստանեն, մատ ասավ this is a man's word ու կսի, դա ես, պասում են This is a man's chic, ագրաս, but will be nothing without a woman Շարունակությունը Ես ուզում եմ զուտ երկել կարան, էլի Բա որ չկցե Ոչինչ, դատով Չի տենց լավ երկել Չէ, դու կցել, երկի This is a man's I want But it will be nothing Without a woman or a girl Ասում է, զատո լավ երկեցի Գև ջան, գնացեք ենքոմ կծելու է գևը, չկտնեք Չասեցի Ես ասեցի, որ կծելու է գևը Գև ջան, ասեցի Ասեցի, ահա Մարշն է հիմա Քոչարյան Շատ մոտ էր Ռիպսիմեն Խոշուջան, Հայաստանի լեգենդար սարամարտիկների
Աշխարհի փող չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Ստյոպա, ես մտածում եմ դու էլ կգցես։ Ստյոպա ինտելիգենտ դեմք է։ Բայց մաչ չէ։ Ռուզիկ, ինչպես խաղում ես, այնպես գցիր, խնդրում եմ։ Աղունիկն է այստեղ։ Այս աղունիկն է գցում է, դառնում է 3 միավոր։ Դիանա Մխիթարյան, տաղանդավոր հմայիչ մարդ։ Կենտրոնացի հավասարակշռությունը պահի։ Ես խորհուրդ կտամ մյուս անգամ մի քիչ թափ տղեկ ընդակի։ Էլեն, Էլենը։ Ձեր թիմը ինչ-որ բան ունի իմ դեմ, ես այս թիմի մոտ չեմ գալու էլ, անընդհատ ինձ հարվածում են և ներողություն չեն խնդրում իդեպ, սովորեք ներողություն խնդրել։ Մեր նախագծի Լիլիթը, մեր նախագծի կիլներ Լիլիթ Գալստյան։ Լիլիթ! Ռոբ, որ ընգրիտ դի պարես, խոստու որ պարելու ես, նատ սիրում, աղպորպես կսիրում։ Ես չեմ կողմերոշվում, որ թիմի կողմից եմ, այնպես որ… Շադրություն։ Ուղղակի։ Նանո ինձ թվում է արդեն գիտես, որ ուժեղ պետք է գցես։ Փաստորեն ոչինչ չի փոխվել նանոյի կյանքում դեպի ներկետի։ Քրիստը շատ լարված է։ Լեգենդար մարդ է։ Քրիստին շատ լարված է։ Արա իմ մուկը։ Արա դավայցի։ Please don't let me. Ամուսիններով խզարում են։ Հանուն արդարության ասեմ, բայց մեկը մյուսին շատ էսպես ուժ է տալիս երկուսով։ Լավ զույգ են, սիրել եմ իրենց զույգը։ Ահա, մերսի դանեմ, ինչպիսի հայացք։ Եվ Արմինան է։ մեկ անգամ նետել է։ Ոչ։ Մի փոքրշերը։ Լեն, հլա ամբողջ ուժը տակից հրում ես վերև։ Ուշադրություն։ Ափսոս։ Անի դիքնել է շատ լավը, բայց ծիծաղում է անին։ Ուշադրություն։ Շատ լավներ, շատ լավներ, շատ։ Արդեն մենք ունենք առաջատար, օրանժները 3 միավոր են, կարմիրները 2, կանաչները 2, կապույտները դեռ 0։ Լևոնն է նետում։ Լևոնն նետիր, բայց ինչ-որ մի քիչ ուրիշ ձև նետեց այս անգամ Լևոնը։ Էլանորան հենց նետում անգնում է, պարում է, բոլորիս համար մենք է տեսնում ենք։ Ինչ եղեր, հոպա, սեկու։ Ռաֆտը գնդակով, այո, թուլ էր, ահա, լեգենդար տաղանդ, Լեբրոն Ջեյմս, հայդալեք, Մայքլ Ջորդան։ Շատ լավներ։ Մի ճնշեք ավետին խնդրում եմ։ Հավատում եմ։ Ոնց երգում ես, տենց էլ խաղում ես։ Արոտ, բոլոր մասնակիցները փորձում են իրենց լավագույնը, դեռ բոլորից հետ են կապույտները, որոնք ավելի քիչ գնդակ են նետել զամբյուղը, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև դու կարող ես գցել 4 հատ ու այդպես էլ չգցես 5-րդ հատ։ Այս պահին թեժ մրցակցություն է գնում, արդեն լարվել են մասնակիցները, դա երևում է թե իրենց էմոցիաներից, թե իրենց նետումներից, բայց նաև կան մասնակիցներ, ովքեր ամեն դեպքում այս լարվածությանը չեն տրվում եւ գնդակները նետում են զամբյուղը։
Մրցակցությունը թեժը, լարվածությունը շատ, մրցանակը թանկ։ Լեգենդն է Ռիփշիմե Խոշուջան եւ ջուր։ Ինձ թվում է արդեն մեզ մոտ մենք խաղում ենք անուն գոռոցին։ Ստում են նրանք 3-ից կդառնան 4։ Ես ասում եմ։ Գիտես, վատը չեր ասում քեզ իմանալ։ Դուք այսպես թե այնպես հաղթում եք, կարաս հանգիստ պարես Ռոբշան։ Վերջացա։ Մենք լռության մեջ քո պարը կվայելենք։ Պատրաստ։ Ես ուզում եմ որ դուք ցստակից։ Մի լարդի։ Ես ինքը շատ եմ սիրում։ Գելա։ Իրանք ունեն 4 միավոր։ Ասեմ, քանի որ դուք վերջինն եք, երբ որ դուք հիմա գցում եք, դուք արդեն հաղթում եք։ Սա կես մեկնել չի գցի շատ լավ կխաղա։ Վերջաս։ Ռաֆը մենակ է դուրս եկել։ Հիշեցնում եմ, որ սա այս շրջանի վերջին գնդակն է։ Եթե հանկարծ օրաժները գցում են, նրանք ճանաչում են հաղթող։ Բավականին լավ է գցում Ռաֆը, բայց մեջը չի ընկնում։ Վենյան։ Այո։ Ապրեք։ Ամեն ինչ վատանում, բացի սրանից։ Չգիտեմ, տաղանդ է յուրատու։ Դու հնարություն ունես հաղթանակ պարգևելու քո թիմին։ Բայց չպարգևես։ Եթե օրաժները գցում են, նրանք հաղթում են։ Այդ այնց Մարիամը խանգարում է, Նորոն հենվել իրավունք չունի։ Երկրորդ անգամ օրաժները գցում են, մեջից պտտվում է դուրս է գալիս։ Նորից լավ էր գցել, լավ էր գցել։ Կարին։ 4 թիմն էլ ունի 4 միավոր։ Յուրաքանչյուր գնդակ այս պահին վճռական է։ DJ Հարի։ Եթե օրանժները գցում են, նրանք ճանաչում են հաղթող։ Սերգեյ։ Ստյոպ ավարտի 5-4-ով։ Ասեմ, որ իդեպ միակ իմ ֆավորիտ թիմն է։ Այստեղ ֆավորիտ մասնակիցներ կային այս թիմերում, բայց իրենք ֆավորիտ թիմն էր։ Հիմա ուշադրություն։ Այս պահին առաջին հորիզոնականը կապույտներն են 5 գնդակով, բայց դեռ օրանժներն ունեն 1 հնարավորություն։ Եթե օրանժները չեն գցում, մենք շտոնավորում ենք կապույտներին, դուք լինում եք այս փուլի հաղթողը, իսկ մնացած 3 թիմերը շարունակում են մրցել միմյանց դեմ, որպեսզի որոշեն թե ով է պարտվողը։
Եթե օրանժները գծում են, օրանժների եւ կապույտների միջև լինելու է սուպերֆինալ։ Հիմա օրանժներ դուք ունեք մեկ հնարավորություն։ Մաշ։ Կապույտները հաղթող է ճանաչվում։ Ես անկեղծ շատ ուրախ եմ, անկեղծ կապույտների համար շատ ուրախ եմ, որտեղ իրենց մասին ամենաշատն էի մտածում։ Քանի որ մենք ունենք հաղթող, հիմա պետք է որոշենք, թե ով է պարտվող թիմը։ Կարմիրներ, լեգենդ։ Ահա, երկրորդ տեղ։ Պրոստը ռիփոն գցեց, բայց մեկը պրոստը ռիփոն մեր համար լեգենդար Ռիցինե Խուշուդյանն է։ Շնորհավորում ենք։ Օպա։ Հիմա, եթե օրանժները գցում են, կանաչները պարտվում են այս փուլում։ Հիմա, եթե օրանժները չեն գցում, օրանժները պարտվում են։ Ռուսան։ Սուպերֆինալ։ Եթե Մելսիդան գցում է, կանաչները պարտվում են։ Նորից շարունակվում է խաղը, կանաչներից Անին էս պահին նետում, Գուգը հետ արի։ Ոչ, Անին չի նետում, շադրություն։ Քիչ էր մնում, Սեկուն գրեթե բոլոր լավ են նետել, շատ վճռորոշ պահ է։ Ոչ։ Հավետը չգցեց։ Սենթովը գցեց, օրանժները նույնպես գցում են։ Օրանժները նույնպես գցում են և կանաչները այս փուլում պարտվում են և կանաչներից մարդիկ կլքեն արդեն հաջորդ հաղորդման ժամանակ։ Մենք հիմա տեղափոխվում ենք խաղարկության վայր, որտեղ հաղթողները խաղարկելու են Royal Armenia-ի նախատեսած խաղարկող ֆանտաստիկ նվերը։ Երրորդ հաղորդման խաղերն ավարտվեցին, հիմա ինձ թվում է քեզ մոտ հարց է առաջանում, թե ինչի ենք մենք սպասման ռեժիմից առաջ եկել Հայկոլայի Սարնանի մոտ։ Ահա, պատասխանիր, խնդրում եմ, ես եկել եմ իմ բոլոր հարցերի պատասխանները ստանալու։ Ուրեմն 9 մասնակիցները, ովքեր պարտվեցին բասկետբոլի խաղի ժամանակ, մրցելու են միմյանց դեմ Հայկոլայի թիթեղյա տարաններով։ Հետո աշտարակ են հավաքելու, վատագույն արդյունք ցույց տված մասնակիցներից շատերը լքելու են նախագիծը։ Իմ ուզածը սկսում է կատարվել։ Չէ, քիչ են լքում մեր նախագիծը։ Գնացին խաղը սկսելու։ Դե գնացինք Մայրամ ջան, 9 մասնակիցներն արդեն պատրաստ են։ Ես կարծում եմ խաղ վարելը դա ինձ համար չի։ Բայց ինչի Մայրամ, մի րոպե, հետ արի, դու այն ժամանակ ասում ես իմ համար ա վարելը։ Որովհետև ես բոլորի համար սրտացավ եմ։ Սիրելի մասնակիցներ, ինչպես եք։ Վայ, շատ լավ։ Լավ։ Իսկ ինչի՞ է մենակ երկու ոգի։ Երեխեք ձեզ են որովհետև մնացածը լավ եք։ Սիրելիներս, դուք հիմա շատ վտանգավոր գոտում եք, որովհետև այս փուլը, որը կոչվում է սպասման ռեժիմ, որը դուք խաղ եք խաղալու։ Սիրելիներս, դուք կառուցելու եք 4 հարկանի աշտարակ եւ ասեմ, որ հիմքում էլ պետք է դրված լինեն 3 հատ թիթեղյա տարաներ։ Այդքան հարցը դժվարությունը չի, այստեղ հարցը արագությունն է, բայց այդ ամենը դուք պետք է անեք աչքերը փակ վիճակում։ Այն մասնակիցները, ովքեր ժամանակի առումով ցույց կտան վատագույն արդյունքը, կլքեն նախագիծը։ Այլևս սպասման ռեժիմ չկա։ Այստեղ պարտվողը լքում է նախագիծը։ Ուռա։ Ես ուզում եմ մասնակիցները լքեն։ Ուռա։ Չէ, անկեղծ չէ։ Էս շատ դաժան։ Ասեմ, որ 9 մասնակցից գոնե 4-ը
այսօր գնալու են տուն։ Հնարավոր է մեկին պահեմ, մեկին չէ։ Զգում ես ես ոչ մի բառ չեմ խոսում։ Դե զարմացած քեզ եմ։ Դե այստեղ արդեն պարտվողների մասն է խոսքը գնում, դու հաղթող տեսակ ես։ Պատրաստ։ Փակում ենք աչքերը։ Կոլաջանից հաջողություն։ Ուշադրություն։ Պատրաստ ես։ Ես իրենք ասա պատրաստ եմ։ 1 2 գնաց։ Հիմա տեսնենք ինչա դատարվում։ Ով է անին շատ արագ են։ Տիգրանն էլ, Տիգրանն նայ, խնդրում եմ։ Գալստյան Տիգրանը, այո, ինչ որ տեմպ է տվել։ Ուշադրություն։ Վարդը անցավ հաջորդ փուն, Տիգրանն անցավ հաջորդ փուն, Ավետը անցավ հաջորդ փուն, Անին անցավ հաջորդ փուն, Գորը անցավ, ես պրոստը չհասկացա այստեղ Գևը, Կրիստին, Անին, Գորը, այստեղ ես չգիտեմ պետք է նայեմ։ Ես էքստրիմ ահավոր շատ եմ սիրում, բայց հենց սկսում է էքստրիմի ժամանակը, ձեռներս դռումը, ոտերս տակիցից փախնում, ոչ մի հատ ահավոր կայֆ է սա։ Սա իմ առաջին վտանգավոր փուլն էր եւ ինչ կարող եմ ասել, գեր լարված, սարսափելի սթրեսային իրավիճակ, բայց ես իրականում նոմար անհասկանալի։ Գևն ու Կրիստը հավասար են վերջացրել։ Ինձ թվում է դու շատ մեծահոգի մարդ ես, մեծահոգի ընկեր, հարազատ մարդ։ Ո՞վ մի հոգու ավել անցկացնենք։ Հարգելիս։ Չգիտեմ, պետք է նայեմ, կամերաներով պետք է նայեմ։ Ես պետք է կամերաներով նայեմ, որովհետև կարամ սխալված լինեմ էմոցիաների ներքո։ Վառով, երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ փաստորեն Գորը ավելի շուտ է ավարտում, քան Անին, Գևորգը, Կրիստինան եւ Անին ավարտում են ամբողջովին հավասար, ոչ մի միլիվարկան տարբերությամբ։ Ուրեմն, ի սկզբանե որոշվել էր, որ խաղի ընթացքից, սպասման ռեժիմից կլքի 4 կամ 5 մասնակից, կողքից 5 մասնակից էր որոշվել։ Լավ նորություն ունես ինձ համար։ Լավ նորություն հարց չկա։ Ուղղակի նենց է ստացել, որ մասնակիցներ կան հավասար են վերջացրել։ Հա, ես տեսել եմ, հանուն արդարության ասեմ, որ ես տեսա, այո։ Մենք նախ դա պետք է ասենք ինչ ենք անում, բայց մենք հստակ ունենք 2 մասնակից, ովքեր ցույց են տվել վատագույն արդյունքը։ Այո։ Դա 0.3 եւ 0.5 մասնակիցներն էին, մասնավորապես DJ-ն են, որ իր աշխատանքը ձեռքերի հետ է, նա DJ է, ինչպես նշեցի, բայց ամեն դեպքում ի՞նչն է դժվար։ Դժվար չէր իմ կարծիքով, պրոստը իմ համար հեշտ է հավաքել ավելի շատ սեթեր, քան թե երևի Հայկոնի շշերը իրար վրա։ Էլա քո համար ի՞նչն էր բարդ։ Դե ես ավելի դանդաղ էի հավաքում, մտածում էի, որ երեխեքն էլ դանդաղ են հավաքելու դրա համար։ Հակառակ դեպքում քաղաքի քո մասին մտածել, ոչ թե երեխեքի չվրազեցի երևի դրա համար։ Ահա, գիծ ինձ համար նստած։ Ես ուզում եմ մենք ծափարենք Խորհրդի Վելենին, մենք շնորհակալություն ենք ձեզ հայտնում, դուք այլևս մեր նախագծում չեք, բայց վստահաբար վայելել եք այս 3 հաղորդումներին, վստահաբար։ Շնորհակալություն եմ ձեզ հայտնում։ Շնորհակալություն ձեզ։ Ուրեմն մենք ունենք հստակ մասնակիցներ, ովքեր առաջին երրորդն են, դա ուրեմն առաջինը Վարդը, հետո Տիգրանը, հետո Ավետը։ Դուք արդեն նախագծում եք։ Շնորհավոր։ Այո, շնորհավորում ենք ձեզ։ Տիգրանը իր փոքրիկ մազերքերը ցույց տաս Տիգրան ջան։ Իր փոքրիկ մատիկներով շատ արագ հավաքեց։ Ուրեմն բացատրեմ ինչ է կատարվում։ Ես այդ էմոցիոնալ ցույց եմ տալիս, ասում եմ, հաղթեցա դուրս եկա նա, ասում եմ Ավետը, հետո Անին, մենք Վարով նայում ենք, սենց ասեմ։ Այստեղ գտնվող մասնակիցներից ունենք հստակ մասնակից, որը 4-րդ հորիզոնականն է։ Այո։ Դա Գորն է։ Գորը։ Այո, Գորը ուղղակի ոսեն թրվռած այդ ընթացքում ես ասացի Անին անցավ, բայց երբ որ մենք Վարով նայեցինք, Գևը, Կրիստին եւ Անին ավարտել են հավասար։ Հավասար, այո, հավասար ավարտել էին։ Ավարտել են հավասար, ունենք մենք ունենք հնարավորություն բոլորին հեռացնելու նախագծից կամ եւս խաղարկություն Գևի, Կրիստի եւ Անիի միջեւ կամ որոշում ես դու։ Առաջին անգամ մեր հաղորդման պատմության մեջ ես որոշումը թողում եմ քեզ։ Կամ 3-ն էլ հեռացվում են, կամ նորից խաղարկություն 3-ի միջև, կամ որոշի դու։ Երեխեք, ես իհարկե որոշել եմ, որ բոլորն էլ պիտի մնան։ Շատ եկեք Մարիամին գրկենք։ Բայց վատը գիտեք որն է, հաղորդման իմաստը է նա, որ մի քիչ ինտրիգ լինի, մեկին հանի, մեկին թողի, բարի հաղորդման ղեկավար Մարիամ Ալեքսանյան։ Հենց այս նոտայով էլ ավարտվում է 3-րդ հաղորդումը սիրելիներս։ Այսօր ստացվեց կիսաբարի, կիսաուրախ հաղորդում։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, ովքեր անցան հաջորդ փուլ։